Ժորժ ջան, բավականին ծանր վիճակ է։ Եթե խոսքը գնում է ընտրակաշառքների մասին, եթե ինչ-որ մարդիկ փող է բաժանում էին 5,000 դրամ, 10,000 դրամ, որոնց ինքը կալանավորեց, ապա այսօրվա մեր դավաճան ղեկավարը ուղղակի օրեն օգտագործեց պետական ռեսուրսները եւ պետական բյուջեն։ Նշանակեց ինչ-որ նպաստներ եւ այլ եւ այլ։ Հենց ընտրությունները բրցան, ըստ իմ տեղեկությունների նպաստները դադարեցին։ Մի անգամ ընդ ինչ-որ սուբսիդիաներ բաժանեց, կոպեկներ, որը չի օգնում մեր գյուղատնտեսությանը։ Դրանք էլ կդադարեն։ Մենք գնում ենք ինքներս, ընկնենք անդունդ։ Եթե դա մնաց մեր երկրի ղեկավար, այդ անդունդը անխուսափելի է։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը չի կարող չգոյատևել առանց մեծ շուկայի, որտեղ կարա ռեալիզացնի իր ապրանքը։ Հիմա ծաղիկները կեժանան, որտեղ գոնե պետք է վաճառեն այդ տերերը, որ ինչ-որ փող գոնե հետ բերեն։ Կարող է շատ փիս էժանանա ծիրանը, արդեն էժանացել է պոմիդորը, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Մենք այդ ամեն ինչը կառնենք, կուտենք, դրանից հետո ամեն ինչ կսկսի թանկանալ, որտեվ էլ ծաղիկ ցանողը եւ տնգողը ծաղիկ չի ցանելու, չի տնգելու, չի բազմացնելու։ Գյուղատնտեսության մեջ կալապսը տեղի է ունենալու եւ գյուղատնտեսությամբ զբաղվող մեր ժողովրդի ահռելի մասը սննկանալու է։ Իսկ եթե թանկացրեց գազը, իսկ մենք գիտենք, որ գազի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում գործում է արտադրամասերի մեծ մասը, մանավանդ գյուղատնտեսությունում, ջերմոցների տաքացում եւ այլն, այդ ամեն ինչը լինելու է անհնար։ Ով էլ արեց, կներեք, իր աճեցրած ծաղիկը ունենալու է ոսկու գին։ Խոստացա, որ հոլանդացիները մեր ծաղիկները կառնեն։ Քանի հոգուց են, քանի հատ ծաղիկ առել։ Եվ ինչ է դա տվել մեր տնտեսությանը։ Սաղ աշխարհի ծաղում, ասում է Հոլանդիան Հայաստանից ծաղիկ առնում։ Սաղ աշխարհը Հոլանդիայից առնում, հոլանդացիք եկել են հայերից առնել։ Նման ստախոսություն ես չէի պատկերացնում։